Արցախի կանչով մարդիկ Եռաբլուր զինվորական պանթեոնում են։ Եկել են մասնակցելու Արցախի կանչը հուշակոթողի հիմնարկիքի արարողությանը։ Հուշակոթողը կամփոփի արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և 2023-ի սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ Լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանի երկու որդիները Արցախի պաշտպանության համար են զոհվել։ Նորայրի 2016-ի, Երվանդի 2020-ի պատերազմի ժամանակ։ Եղբայրները հանգչում են Ստեփանակերտում։ Խորհրդանշական է, որովհետև մեր հիմնական խոնարհումը արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին անպայման տեղի ունենալու Արցախում, մեր Արցախ հայրենիքում։ Դա ես կրկնում եմ, երազանք չէ ինձ համար, դա հավատ ու համոզմունք, դա նպատակ է, որ անպայման ենթակա է իրագործման։ Եռաբլուրում նման հուշակոթող ունենալու գաղափարը Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանինն է։ Կյանքի է կոչվում հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումների արդյունքում և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Արցախի թեմակալ առաջնորդը Եռաբլուրի բարձունքում նախ բոլորին հեռավոր 88 թվականն է տանում, երբ հավատ կար դեպի հաղթանակած Արցախը։ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնության կարգ ու հոգեհանգստյան պաշտոն է կատարվում։ Մեր զգացողությունները մեզ տանում են դեպի Արցախի 88 թվականի շարժումը, երբ որ արդյունքում մենք տեսանք լուսավոր, հաղթանակած պայծառ Արցախ։ Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, միշտ չէ, որ մենք արժանանում ենք հաղթանակի դափնիի պսակին, այլ նաև արժանանում ենք մեզ պատիվը նսեմացնող փշե պսակին։ Արցախում իրենց նախնիների, ծնողների ու զավակների շիրիմները թողած մարդկանց համար, որոնք բռնի տեղահանվելուց հետո ծաղիկներ խոնարհելու համար չգիտեն որտեղ գնան, կարևոր է այս նախաձեռնությունը։ Անժելա Ասրյանի որդիներից Սասունը զոհվել է 2020-ին Շուշին պաշտպանելիս։ Հանգչում է եղբայրական գերեզմանատանը։ Զոհվել է 20 թվականի պատերազմի վերջին օրը անհայտ հանգամանքներում նոյեմբեր Շուշիում։ Ինք Շուշին չէր տալիս, նախաձեռնությունը ողջունելի է։ Շնորհակալ ենք որոշում կայացնողներին էլ, նախաձեռնության հեղինակներին էլ, գործընթացի իրականացնողներին էլ։ Հուշակոթողի էսքիզային նախագիծը պատրաստ է։ Շինարարությունը նախատեսում են ավարտին հասցնել կարճ ժամկետում։ 500 քառակուսի մետր տարածքի վրա կառուցվելու է հուշահամալիր։ Կոթողն ունենալու է 6 մետր բարձրություն։ Օգտագործված սպիտակ մարմարը խորհրդանշելու է արցախցու երբեք չմարող հույսը։ Ունենալու ենք խոր պատ, որը ավելի շատ կնմանվի բաց խորանի եւ այդտեղ գրված է լինելու հուշակոթողի անվանումը, Արցախի կանչը բրոնզի տառերով է գրվելու, այդտեղ նաև նախատեսում ենք ունենանք մոմավառության համար հատուկ տեղ, ունենալու է խունկ ծխելու տեղ եւ արդեն պսակի ծաղիկների խոնարհման հատուկ տեղի նախատեսում։ Օրվա հրամայականն է չկոտրվել եւ միասնական ու համախմբված լինել։ Արցախցին բոլորից առավել լավ գիտի, որ հաջողել կարելի է միայն այդ կերպ։ Ուրիշ հենման կետեր մենք չունենք։ Եթե ունենայինք ավելի հենման կետեր, քան Աստված է, որ մշտապես եղել է մեր անդավաճան դաշնակիցը, ես կասեի այո, հենվեք այդ ուրիշ ուժերի վրա։ Միակ գերնպատակը, գերխնդիրը այսօր հենվել մեր սեփական ուժի վրա եւ հավատալ Աստծո զորությանը։ Եվ մենք կկարողանանք անհնարինը հնարավոր դարձնել։ Մենք պետք է համախմբվենք, մենք պետք է միավորվենք, առանցեն էլ մեզ թուլացրել են, առանցեն էլ քարկոծում են մեզ դրսից, թե մանավանդ ներսից։ Մենք պետք է ինքնապաշտպանվենք այդ ամենից եւ կարողանանք այնպես համախմբվել, այնպես բռունց կազմել, որպեսզի իրագործենք մեր նպատակը, Արցախի ազատագրումը եւ մեր արժանապատի վերադարձը հայրենի եզերք։
Իսկ մարդիկ, որոնք Արցախում են թողել իրենց հարազատների շիրիմները, եռաբլուր իրենց հետ բերված ծաղիկները խոնարհում են դեռևս չկառուցված հուշակոթողի տարածքում, որ միշտ հիշեցնելու է. Արցախը կանչում է։ Կանչում են մեր արմատները։ Տղերքն այնտեղ են։